2 տարի է մեր պետությունը միացել է բաց կառավարման գործընկերություն շարժմանը։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը եւ ավելի թափանցիկ դարձնել կառավարության գործունեությունը, հրապարակայնացնել նրա գործունեությունը։ Թե ինչպես են կանում այս գործընթացը եւ որքանով է մեր պետությունը հաջողում, կխոսենք այսօր մեր բանախոսների հետ, ովքեր մշտադիտարկում են իրականացնում։ Այսօր իմ հյուրերն են Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Պարոն Հոկտանյան, կխնդրեի նշեիք, թե որ ժամանակահատվածն եք դիտարկել, ինչ չափորոշիչներով եւ այն թերևս 8 ուղղություն էր ներառում, արդյոք բոլոր ուղղություններով մշտադիտարկումը իրականացվել։ Շնորհակալություն։ Մի փոքր պատմություն, այսպես ասած, ինչպես դա սկսվեց, եւ ապա ավելի կոնկրետ այն մոնիտորինգի ենթարկված ուղղությունների մասին։ Ինչպես դուք նշեցիք, նոյեմբերին փաստորեն Հայաստանը պաշտոնապես 2011 թվականի նոյեմբերին միացավ, դա եղավ մեխանիզմի հետևյալն էր, որ Հայաստանի արտգործնախարարը դիմեց քարտուղարության Բրազիլիայի արտգործնախարարին, Միացյալ Նահանգների քարտուղարին պաշտոնական նամակով, եւ այդ նամակը համարվեց որպես դա հոկտեմբերի 17-ին էր, եւ այդ նամակը համարվեց որպես պաշտոնական սկիզբը այդ նախաձեռնությանը Հայաստանի միանալու։ Դրանից հետո, ինչպես պահանջվում էր ուրեմն այդ կանոնակարգը, պետք էր Հայաստանի Հանրապետությունը մշակեր գործողությունների ծրագիր եւ այն հաշվարկով, որ հաջորդ տարվա գագաթնաժողովը, որը տեղի ունենալու ապրիլին Բրազիլիայի մայրաքաղաքում, այդ գագաթնաժողովին պետք է ներկայացնել իր գործողությունների ծրագիրը եւ այդտեղ ընդունվելուց հետո դա սկսվեց դրա կիրարկումը այդ ծրագրի։ Ուրեմն 2012 թվականի փետրվարին ստեղծվեց աշխատանքային խումբ այդ ծրագրի մշակման, որտեղ պետք էր ելնելով նորից այդ գաղափարներից լինեին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ պետական մարմիններ, մոտ 1 ամսվա ընթացքում այդ ծրագիրը մշակվեց, դա հետո ներկայացվեց Բրազիլիայի գաղափարը։ Պարոն Հոկտանյան, ամեն դեպքում մենք ինչ-որ ծրագիր ունեինք, որը ավարտվում է 2014-ին, այսինքն գործողությունների այս տարի դեկտեմբերի 30-ին։ Այո, այսինքն 2014-ին։ Այդ գործողությունների մասին խոսենք, ոլորտները 8-ն են, որ ներառված են, ես ուզում եի հասկանալ մշտադիտարկում կատարվել է արդյոք բոլոր ոլորտներում, թե ընտրվել են։ Ես ինչ էի ուզում մի քիչ պատմությունը, այսպես ասած, նշել, որովհետև իրականում զարգացումները եղան այնպիսին, որ հետագայում այդ կիրարկման ժամանակ այդպիսի բաժանում չկար, թե ինչ-որ ոլորտների մշտադիտարկում արվի։ Ուղղակի, ասենք, մեր կազմակերպությունը երկու ուղղություններ, այսպես կոչված պարտավորություններ վերցրեց, ոչ թե հատուկ մշտադիտարկման նպատակով, այլ քանի որ մենք դա մեր ծրագրերով, ասենք, նույն գնումների համակարգը 2007 թվականից մենք գնումների համակարգ, պետական գնումների համակարգի մշտադիտարկում ենք իրականացնում, այդ եւ քանի որ այդ պարտավորություններից մեկը դա էր, եւ նաեւ այնտեղ կային հակակոռուպցիոն պարտավորություններ, երկու հատ, ինչ այլց ասեմ, որ հենց մեր կազմակերպության ջանքերով այդ պարտավորությունները ներառվեցին այդ գործողությունների ծրագրում, եւ այդ երկու ուղղություններով մենք ուղղակի որոշակի, այսպես ասենք, մշտադիտարկում իրականացնում ենք, բայց նույնիսկ եմ ուզում շեշտել, ոչ թե նրա համար, որ ինչ որ կա կոորդինացված, ինչ որ աշխատանքային խմբի կողմից որոշված այդպիսի մեխանիզմ, այլ ուղղակի, որովհետև մենք այդ ծրագիրն իրականացնում ենք, երևի նույնը
վերաբերում է նաև պարոն Մելիքյանին։ Պարոն Մելիքյան, նույն ձևի եւ մի քիչ եթե կխնդրեի նշեի կան, չգիտեմ, 3 հաջողությունները, թեկուզ 3 դրույթով այս գործընթացում, այս 1.5 տարիների ընթացքում մենք նայած որ տեսանկյունից մենք նայենք, ասեմ, որ Խոսքերազատության պաշտպանության կոմիտեն դիտարկում է ընդամենը 3 պարտավորություններ, որոնք որ վերաբերում են տեղեկատվության ազատության զարգացմանը, տեղեկատվության մատչելիության խթանմանը։ Եվ այս 3-ից մեկը ուրեմն բարձրաստիճան պաշտոնական պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովումն է, իսկ այդ թափանցիկությունը պետք է ապահովվի 3W Ethics AM կայքում, դա Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքն է եւ դրանով պետք է ապահովի թափանցիկությունը։ Երկրորդ ուղղությունը, երկրորդ պարտավորությունը, որը մենք դիտարկում ենք, դա պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտիզացումն է։ Ես ամեն մի ուղղության մասին մի 2 բառ կասեմ, հա։ Եվ երրորդը դա տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական պաշտոնյաների գիտելիքների եւ հմտությունների զարգացումն է։ Այս 3 ուղղություններով ենք մենք աշխատել, դիտարկումներ անցկացրել, ասեմ, որ պետության կողմից այս կայքի ստեղծումը համարվում է մեծ ձեռքբերում եւ համարվում է, որ սա է հիմնական գործիքը, որը որ պետք է ապահովի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարման թափանցիկությունը, բայց մենք ասեմ, որ հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված է, որ ամեն տարվա մինչև փետրվարի 15-ը բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է իրենց հայտարարագրերը հրապարակեն նախորդ տարվա վերաբերյալ։ Մենք վերցրեցինք առաջին կիսամյակի կտրվածքով այս տարվա, այսինքն ահագին արդեն անցել է, հա, այդ վերջնաժամկետից, եւ մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց 50%-ից ավելին, կեսից ավելին չի ներկայացված այդ, այսինքն իրենց հայտարարները չկան այդ կայքում։ Եվ դա իսկապես եւ օրենքի խախտում է եւ այն պարտավորության, որը որ Հայաստանը վերցրել է, չնայած իհարկե մինչև դեկտեմբեր ժամանակ կա, բայց դա չի նշանակում, որ ներքին օրենքը պետք է բարձրաստիճան պաշտոնատար անձինք խախտեն։ Ես ասեմ, որ կարող եմ թվեր բերել, ասենք ազգային ժողովի 131 պատգամավորից ընդամենը 42-ի հայտարարագիրն էր ներկայացված այդ կայքում, 87-ինը չկար, իսկ մեկ պատգամավոր առհասարակ ներկայացված չէր։ Պարոն Մելիքյան, հայտարարագրերի մասին ենք խոսում։ Ձեր գնահատականը, մենք այդ գործընթացին միացել ենք եւ արդյունավետ է թե ոչ։ Այսօրվա իրավիճակով ես համարում եմ, որ արդյունավետ չի, որովհետև այստեղ մի քանի խնդիր կա, բացի այն, որ ոչ բոլորն են ներկայացնում իրենց հայտարարագրերը, նաև լուրջ խնդիր է այդ հայտարարագրերի բովանդակությունը, որքանով է դա ստույգ եւ ամբողջական։ Եվ ես պետք է ասեմ, որ իմ հանդիպման ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ պարոն Էմիլ Բաբայանը ընդունեց այդ խնդիրը, որ այո, հստակության եւ ճշգրտության խնդիրը կա նաեւ այդ ոչ բոլոր պաշտոնատար անձանց կողմից ներկայացնելու խնդիրը, ինքը ասաց, որ 100-ից ավել հիշեցումներ է ուղարկել այնտեղ, բայց ինչպես տեսնում ենք, այնքան էլ արդյունավետ չի, ես տեղյակ եմ նաեւ, որ պատրաստվում են նոր կայք, որը որ պետք է ավելի ընդգրկուն լինի եւ տեխնիկապես ավելի հարմար լինի այդ հայտարարագրերը ներկայացնելու համար, դա ողջունելի է, բայց այս տեսքով ավելի շուտ այս կայքը եւ այս մոտեցումը կարող է շղարշ հանդիսանալ իրական պատկերը այսպես թաքցնելու կամ գեղեցիկ ներկայացնելու համար։ Պարոն Վարդանյան, դուք ոլորտն եք դիտարկել եւ ձեր գնահատականը։ Ես ասեմ, որ երկու ուղղություններով էլ իհարկե բավականին հետաքրքիր տվյալներում մենք ունենք, որ հետաքրքիր կարող եմ ներկայացնել։ Շնորհակալություն։ Մեր կազմակերպությունը որևէ մոնիտորինգային ծրագիր չի իրականացրել, բացի իմ անձնական հսկողական մասնակցությունը կառավարության ստեղծած խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքներին եւ իմ մասնավոր դիտարկումները որպես
հասարակական գործիչ կամ լրագրող։ Ընդհանրապես ուզում եմ նշել, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղյակ, եթե չասենք տեղյակ չեն Open Government Partnership ծրագրին, որին Հայաստանը, ինչպես նշվեց, 2 տարի առաջ է միացել եւ հիմա ավարտվում է փաստորեն առաջին գործողությունների ծրագիրը։ Այս իմաստով պիտի ասեմ, որ իշխանությունները հատուկ ջանքեր չեն ներդրել հանրային լայն իրազեկում իրականացնելու համար։ Ճիշտ է, կա արդեն կայքը գործում է, բայց լրագրողները, հասարակական գործիչները եւ հնարավոր շահագրգիռ խմբերը այնպես էլ լավատեղյակ չեն, ինչպես կուզեինք որ լիներ։ Ուրեմն ես համեմատել եմ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գործողությունների ծրագրերը, որոնք հաստատվել են անցած տարի Բրազիլիայում ապրիլ ամսին։ Ընդհանրապես մոտ 60 երկրներ են միացել այդ շարժմանը եւ բոլորն ունեն գործողությունների ծրագիր։ Ընդհանրապես սա առաջին ծրագիրն էր այդ երկրների համար, նոր երևույթ էր, չկային ինչ-որ խստագույն ստանդարտներ, կային միայն արժեքային համակարգ, կառավարության թափանցիկ աշխատանք, միջոցների մասին հանրային լայն իրազեկումներ եւ այլն, մի քանի արժեքային սկզբունքներ կային, բայց գործողությունների ծրագրի համար որոշակի ստանդարտներ, խիստ կանոններ չկային եւ ստացվել էր այնպես, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը իրենց պատկերացրած ուրեմն գործողությունները ներմուծել էին այդ ծրագրի մեջ եւ տարբեր երկրներում տարբեր գերատեսչություններ էին տա նախապատրաստել առաջին գործողությունների ծրագիրը։ Մերի դեպքում այդ պարտավորությունը, այսպես ասած, կոորդինացման համակարգման պարտավորությունը արտաքին գործերի նախարարության վրա էր տրված։ Վրաստանի դեպքում արդարադատության նախարարությունն էր, Ադրբեջանի դեպքում նախագահի աշխատակազմն էր եւ այլն։ Այսպիսի մի բազմազանություն էր, մեկ կարևոր ստանդարտ կար, որ ծրագիրը չպիտի անցներ 10 էջից։ Իմ մասնավոր գնահատական եւ անձնական տպավորությունն այն էր, որ Հայաստանի դեպքում էլեկտրոնային կառավարման մի շարք գործողություններ, որոնք ընթացքի մեջ էին կամ պիտի գործարկվեին, Գելոտին ծրագիրը եւ այլն, ելի ուրիշ բաներ, վերցրել ուղղակի մտցրել էին բաց կառավարման ծրագրի մեջ թարգմանություններ, ինչպես նշեց փորձագետը մի անգամ մեր հանդիպման ժամանակ, ոչ թե բաց կառավարման գործընկերություն պիտի լիներ, այլ բաց կառավարության գործընկերություն։ Սա շատ կարևոր նշություն է, որը ժամանակն է, որ վերջապես ուղղվի։ Հիմա այդ ծրագիրը մոտենում է ավարտին, ընդհանուր առմամբ երևի 10 միավորանոց համակարգով, եթե ես գնահատեմ, կատարողականը կարելի ասել 7-8 տպալի կարգի է, պարտավորություն ստանձնել են, բայց այդ պարտավորություն ինչպես 10-ից 7 եմ գնահատում։ Իմ մասնավոր սուբյեկտիվ գնահատականն է, խնդրում եմ խիստ չդատել, կամ բաղադրիչներ, որոնք ընթացքի մեջ էին եւ արվում են, քաղաքացիները էլեկտրոնային վճարումներ կատարելու համակարգի ներդրման պարտավորություն։ Անձամբ համարում եմ, որ դա բաց կառավարման պարտավորությունների ոլորտից չէր, բայց մի Հայաստանը մտցրել էր իր գործողությունների ծրագիր եւ ղեկավար մարմինն էլ դա հաստատել է Բրազիլիայում։ Սա է եղել։ Հիմա կարևոր մի ջրբաժանի կամ հանգրվանի ենք եկել, երբ որ ավարտվում է արդեն այս ծրագիրը եւ 14-16 թվականների գործողությունների նոր ծրագիր պիտի լինի, որի մասին հույս ունեմ ժամանակ կլինի կխոսեմ։ Շնորհակալություն, պարոն Հոկտանյան, դուք մշտադիտարկել եք գնումների ոլորտի բարելավումները։ Հակիրճ ինչ առաջընթաց ունենք եւ ինչ ձախողում այս պահի։ Եթե մենք ուղղակի նայում ենք այն, ինչ որ պետք էր արվեր այդ ոլորտում, եթե կարճ ձևակերպենք, ֆորմալ այդ արվել է, ֆորմալ առումով, այսինքն ինչ որ ձևի էլեկտրոնային գնումների համակարգ կա եւ ասել որ դա չի գործում, ճիշտ չի լինի, բայց այն շատ թերի է եւ մենք մոտ ժամանակ ենք մինչ այլոց մեր սայթի վրա արդեն տեղադրել ենք մեր այսպես policy paper, չնեմ հայերեն դա ոնց է, մի քանի ուրեմն 3 ուրեմն պուբլիկացիա, մեկ անձից գնումների վերաբերյալ, մեկը էլեկտրոնային գնումների վերաբերյալ եւ մեկը բողոքարկման գործընթացի։ Ուրեմն, եթե նայում եք էլեկտրոնային գնումները, դա որոշ չափով այն որ համակարգը կա, բայց աշխատում է բավական լուրջ խնդիրներ կան, դա ուրեմն ես կասեի այսպես եւ շատ այլ բաներ էլ այդպիսին են, որ ձևականորեն, այսինքն ֆորմալ առումով կա, բայց ինչպես է դա աշխատում, դեռ խնդիր է։ Երկրորդը դա
այսպես վերապատրաստման դասընթացներ տարբեր ուրեմն գնումների համակարգի տարբեր մասնակիցների համար դա արվել է նորից այստեղ խնդիրը իհարկե դա մենք հատուկ մոնիտորինգ չենք արել թե ինչքանով դա բովանդակային առումով էֆեկտիվ է եղել երրորդը վարքագծի կանոններ այստեղ դա կարծես փոխարինվել է նրանով որ հանրային ծառայության մասին օրենքի ընդունումով քանի որ գնումների համակարգի մասն ոչ իհարկե բոակները, այսինքն գնումների աջակցման կենտրոնին դա չի վերաբերում, բայց նախարարություններում գնումների մասնագետները որպես հանրային ծառայողներ պետք է ուրեմն հետևեն էթիկայի կանոններին, այսինքն ֆորմալ առումով դա արվել է, բայց ներեցեք ֆորմալ առումով արվել է եւ կայքում էլ գրվում է որ կարելի է համարել ավարտված։ Հաջորդ փուլը ինչ է լինելու։ Այս պահին դուք նշում եք որ կան գործարկման հետ խնդիրներ։ Այսինքն ֆորմալ առաջ ենք անցնում եւ համաժողովներին հայտարարում ենք, որ կատարել ենք այդ պարտավորությունը, բայց ունենք թերի աշխատող։ Ուզում եմ հասկանալ ինչ է անում նախաձեռնող խումբը, աշխատանքային խումբը, որի անդամ եք նաեւ դուք։ Քննարկումներն ինչպես են ընթանում, ինչպես պետք է լուծումներ տրվեն։ Ուրեմն ասեմ, որ ներկայդրությամբ ընդամենը եղել է մեկ նիստ աշխատանքային խմբի, ինչպես եւ Լևոնը, ես նույնպես այդ խմբի անդամ եմ, որտեղ քննարկվել է այդ 2014-16 թվականի գործողությունների ծրագիրը եւ այդ ծրագիրը դժբախտաբար Լևոնը նշեց մինչ այդ, որ հիմնական էլեկտրոնային կառավարման այդ փիլիսոփայությունն է դրված, դրա ուղղակի խորացում, նույն ասենք գնումների համակարգում էլ ավելի կատարելագործում եւ այլն։ Եվ մեկ այդպիսի ուղղակի նիստով ես չէի ասի, որ հարցերը լուծվել են։ Ինձ թվում է, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց հոկտեմբերի 31 նոյեմբերի 1-ին Լոնդոնում կայանալու է հերթական գաղթական ժողովը այդ բաց կառավարության նախաձեռնությամբ, որից հետո արդեն վերջնական տեսքի կբերևի, քանի որ այս նոր ծրագիրը հունվարի 1-ից է 14 թվականի սկսվելու, վերջնական տեսքի նորից կլինեն աշխատանքային խմբի նիստեր եւ ավելի մանրամասն։ Ուղղակի այդ նիստի ժամանակ հրավիրվել էին տարբեր նախարարությունների ներկայացուցիչ, նաև մենք ներկայացինք մեր առաջարկները, որոնք դժբախտաբար համարյա չընդունվեցին եւ այնտեղ նրանք ներկայացին իրենց առաջարկները նախարարությունները։ Դրանք դեռ չեն բերվել վերջնական տեսքին, ինձ թվում է Լոնդոնյան սամիթին կխոսենք Վերբարան Հոկտեմբերյան, շնորհակալություն, հարցեր։ Խաղացանք նորից Արմենիա գործակալություն երկու հարց առաջինը ձեզ պահանջելիք են։ Դուք նշեցիք այդ հայտարարների խնդիրը, որ հարցականի տակ է ճշմարտությունը, բայց օրինակ նույն հիշում ենք տարվա սկզբին Տաղոն Մարգարյանի հայտարարի հետ պատմությունը, երբ որ նույնիսկ այդ հայտարարի հետ շատ հարց են լինում, որ ոչ մի նվեր չի ստացել, աշխատավարձը չի ներում, բայց մեկ տարվա մեջ նայում ենք հայտարարները, ոնց է ունեցվածքը մեծանում, որովե հետևություններ անում են իշխանության, դուք այդ հարցը բարձրացնում եք, ոնց կարող է տենցնի եւ ով է պատասխան տալու, եւ ձեզ պարոն Վարդանյան, մի քիչ լրագրողներն որ հասկանանք, 2014 ծրագիրը, որ իմանանք երելու ինչ է մտնելու այդ ծրագրի մեջ, կառավարությունն ինչ ուզում մտցնել, դուք ինչ եք խորհուրդ տալիս, ու կանա հասկանանք ինչ գրել։ Ինչի վրա եք դուք շեշտ դնել, ինչի վրա է կառավարությունը ուզում շեշտ դնել։ Նախ ես ուզում եմ խորհուրդ տալ իմ գործընկերներին, լրագրողներին այս կայքը շուշուտ մտնել, այնտեղ շատ հետաքրքիր բաներ դուք կտեսնեք, նաև թե ինչ բարձրաստիճան պաշտոնյայի որդի այլ բարձրաստիճան պաշտոնյա է դառնում եւ այլն, այնտեղ բարեկամական կապեր, հայտարարագրերի բովանդակություն շատ հետաքրքիր է եւ արժի հետեւել եւ նույնիսկ կարծում եմ, որ շատ հարուստ նյութ կտա հետաքննական նյութեր պատրաստելու համար։ Սա շատ լավ առիթ է այդ հարցերին անդրադառնալու, ինչ վերաբերում է հայտարարագրերի ստույգ լինելուն, ապա մենք առայժմ ֆիքսում ենք իրավիճակը։ Առհասարակ այն ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, իդեպ պետք է ասեմ, որ իրականացում է դա բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան կազմակերպության աջակցությամբ, մենք առայժմ ֆիքսում ենք մեր եղած իրավիճակը, մեր փորձագիտական գնահատականն ենք տալիս եւ դա ներկայացնում ենք պետական ատյաններին։ Մասնավորապես, եթե մենք խոսենք, ասենք, պետական աշխատողների հմտությունների զարգացման հարցի շուրջ,
ապա այդ հարցը դեպ ֆորմալ առումով համարվում է կատարված, որովհետև անցկացվել են բազմաթիվ տրեյնինգներ իրանց համար, սեմինարներ, որպեսզի իրանք տեղեկատվության ազատության մասին օրենքը ճշտությամբ այսպես կիրառեն, բայց մենք օրինակ ուղարկում ենք բազմաթիվ նամակներ, այսօրվա դրությամբ մենք ուղարկել ենք 86 նամակ տարբեր նախարարություններ, գերատեսչություններ եւ այլն, եւ պատկերը, ես ձեզ ասեմ, բավականին անմխիթար է, եւ 86 նամակից տեղեկատվության ազատության օրենքին համապատասխան մեզ պատասխանել են 31-ը ընդամենը, 31 գերատեսչություններ, 55-ը ուշացումով են պատասխանել, 1-ից մինչև 10 օր ուշացումով եւ 30-ը ոչ ամբողջական պատասխաններ էին տալիս, լրացուցիչ ճշտումներ էր պետք, նորից նամակներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ես չէի ասի, որ այս հարցը արդեն լուծված է եւ որևէ անելիք այստեղ չկա։ Հակառակ կարծում եմ, որ գործընթացը պետք է շարունակվի եւ նորանոր այսպես գիտելիքներ մատուցվի պետական ծառայողներին։ Նույն լուրջ խնդիրն է պետական կայքերի, պաշտոնական կայքերի ստանդարտիզացման խնդիրը։ Մենք այլ դոլարի ուրեմն ֆինանսավորումով արդեն 3-րդ տարին է մշտադիտարկում ենք անցկացնում 34 նախարարությունների եւ գերատեսչությունների, 10 մարզպետարանների կայքերի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի, ազգային ժողովի, կառավարության, դատախազության մի խումբ էլ ուրեմն այսպիսի կայքեր են եւ հիմա այս տարվա դիտարկումը ցույց տվեց, որ միջին ուրեմն թափանցիկության մակարդակը 42 է, այսինքն այդ կայքերը անհրաժեշտություն ունեն եւ բովանդակային առումով լրացնելու։ Փաստորեն մեծամասնությունը հանրային նշանակություն ունեցող ինֆորմացիայի մեծ մասը փաստորեն դեռ փակ է մնում հանրությունից եւ ես կասեի, որ ամենևին էլ ամեն մի պաշտոնյա չի, որ հասկանում է անհրաժեշտությունը, որպեսզի թափանցիկ լինեն բյուջեի ծախսերը, օրինակ, թափանցիկ լինեն թափուր տեղերը, թափուր պաշտոնյաների ուրեմն ցանկը, պաշտոնների ցանկը եւ այդ տեղերի լրացման կարգը, մրցույթները եւ այլն, բոլորը չեն որ հասկանում են դրա անհրաժեշտությունը եւ ավելին համարում են, որ դա իրենց գործն է եւ պետք չի դրա մասին տեղեկացնել հանրությանը։ Եվ մենք մի քանի բաների, այսպես պաշտոնյաների հետ լուրջ կոնֆլիկտներ ենք ունեցել այդ Կարծիքով չէ, դա մոնիտորինգի տվյալներն են եւ մենք հրապարակել ենք ընդամենը մի 2 շաբաթ առաջ մենք դա հրապարակեցինք, առաջատարը նախարարությունների շրջանում ուրեմն տարածքային կառավարման նախարարությունն է, երկրորդը միգրացիայինն է, ուղղակի ես հիմա պետք է կամաց հիշեմ, երրորդը արդարադատության նախարարությունն էր, հետնապահները հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն էր նախավերջինը եւ վերջինը, եթե չեմ սխալվում, միջուկային ուրեմն անվտանգության այդ կոմիտեն էր։ Եվ ես եթե ում հետաքրում է այս հարցը, թող մտնեն մեր կայք 3W խոսք AM KHOSQ AM, այնտեղ մոնիտորինգներ բաժին կա, բազմաթիվ մոնիտորինգներ, բայց ուրեմն պետական կայքերի, հա? Լրագրողները կարծում եմ կգտնեն։ Կարծում ես էլ եմ հույսով որ կգտնեն։ Պարոն Բարսեղյան։ Կներկայացնեք, թե աշխատանքային խումբը ինչ ծրագիր է քննարկել 2014-16 թվականների համար, ինչ է պլանավորում կատարել եւ ՀԿ-ների առաջարկներ կան, եթե կարելի է մի քանի կետով նշեք, թե ինչ հիմնական առաջարկություններ է կարելի։ Որպեսզի պարզ լինի այս ընթացքը, ես կառուցվածքային որոշ բացատրություն տամ։ 1 տարի առաջ վարչապետի անձնական հրավերով առաջարկությամբ մի քանի հասարակական կազմակերպություններ դարձան իտեմս մեզ դարձան այդ հանձնաժողովի անդամ, որը հրամայական մանդատ չունի, սա խորհրդակցական ուրեմն այնտեղ են Transparency International-ից Վարուժան Հոկտանյան, ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Շուշանը Տոյդոյան եւ ես մեր կազմակերպությունից։ Մյուս անդամները պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, մոտ 18-20 հոգանոց մարմին է այսպիսի։ 3 նիստ է եղել, 1 նիստը, ինչպես նշեց Վարուժանը, սեպտեմբերի 9-ին է եղել այս տարվա եւ վերաբերվել է 14-16 թվականի ծրագրին։
Ուրեմն մինչև այդ նիստը մենք ներկայացրել էինք մեր առաջարկությունները, պատասխանելով մեզ արված առաջարկին, թե ինչ կուզեինք տեսնել որպես բաց կառավարման գործողություններ առաջիկա 3 տարիների գործողությունների ծրագրում։ Նիստի ժամանակ պարզվեց, որ մոտավորապես 4-5 էջ առաջարկություններ ներկայացրել էին պետական գերատեսչությունները, մի 4-5 էջ իմ առաջարկություններն էին կազմում, 2 էջի չափել Վարուժան Հոկտանյանի առաջարկությունները։ Սկսեցինք քննարկել, տևեց մոտավորապես 2 ժամ։ Մեր առաջարկները ըստ էության պիտի ասեմ, որ սկզբունքորեն մերժվեցին։ Հիմա ես մի քանի օրինակ բերեմ, որպեսզի պատկերացնեք։ Անձամբ իմ վերած առաջարկները հենվում էին մեր թափանցիկության, կառավարության աշխատանքի թափանցիկության, հանրային միջոցների թափանցիկության, մեր երևի 10 քանի տարվա փորձառության վրա, թե ինչ է պետք անել։ Օրինակի համար, օրենսդրությամբ արգելված է բյուջետային հիմնարկներում անցկացված աուդիտորական ստուգումների եզրակացությունները հրապարակել, եթե չկա գլխավոր աուդիտորի թույլտվությունը։ Այդ թույլտվությունը համարեք, որ երբեք չի լինում։ Օրինակի համար ես առաջարկել էի բոլոր բյուջետային, պետական, համայնքային հիմնարկների աուդիտորական ստուգումները օրենքի մեջ փոփոխել, դարձնել պարտադիր հրապարակման ենթակա։ Տեղական ինքնակառավարման ոլորտում մի ամբողջ շարք առաջարկություններ ունեինք։ Օրինակի համար օրենքը սահմանում է, որ պիտի ավականու նիստերը բաց լինեն։ Օրինակ Հայաստանը կարող է ստանձնել պարտավորություն, որ օրենքով սահմանված այդ նորմերը վերջապես ինքը կյանքի կկոչի։ Պատշաճ իրազեկում կլինի ավականու նիստերի մասին, 7 օր առաջ նիստերի օրակարգը կհրապարակվի, օրակարգային հարցերի նախագծերը կհրապարակվեն, աշխատանքային պայմաններ կլինեն ցանկացած մարդկանց համար, որպեսզի ինչպես նկատում եք Երևանի ավականու նիստերին մարդիկ երբ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, ասում են ներսում տեղ չկա, քելեք ստեղից ոստիկաններով բռնում տանում են։ Այնինչ օրենքով նախատեսված է, որ բաց պիտի լինի։ Օրինակի համար առաջարկել էինք օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կարող է ընտրվել 2 անընդմեջ ժամկետ եւ ոչ ավելի։ Հիմա գիտեք, որ դա անսահմանափակ է, ինչ որ մի կարճ ընթացք 7-8 ամիս այդպեսի օրենք եղավ, գործեց դա, արգելք կար, բայց հետո տահանեցին այդ արգելքը։ Եվ էլի մի շարք ուրեմն նորամուծություններ։ Այս բոլոր առաջարկները ընդհանուր առմամբ խոշոր հաշվով մերժվեցին։ Որն է պատճառը, ինչ մեկնաբանությամբ մերժվեցին։ Երկու, ուրեմն նայեք, առաջարկությունները 3 խմբի էին տեխնիկական իմաստով, եթե բացատրեմ։ Մեկը արկա օրենսդրության մեջ եղած նորմերի իմպլեմենտացիան էր, այսինքն պարտադիր կատարումը կամ կատարման պարտադրումն էր։ Մի քանի օրինակ ես բերեցի։ Մյուսը օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ էին, որպեսզի Հայաստանում կառավարությունը դառնա թափանցիկ։ Այն իմաստով, ինչպես ես եմ հասկանում, այդպես առաջարկել եմ։ Երրորդը ընդհանրական բնույթի եւ մի շարք ոլորտների էին վերաբերում։ Օրինակ ոստիկանների թիվը Հայաստանում ծառայողական գաղտնիք է։ Փորձեք բոլորդ հարցում գրել ոստիկանություն, թե քանի ոստիկան կա Հայաստանում, ինչ գերատեսչություններ, որտեղ ներողություն, ստորաբաժանումներ, որ ստորաբաժանումում քանի ոստիկան կա, ես կպատասխանեմ, որ սա ծառայողական գաղտնիք է, չեն կարող ձեզ տրամադրել։ Ես համարում եմ, որ թափանցիկ աշխատելու պարտավորություն ստանձնած կառավարությունը այս թվերը պիտի բաց պահի։ Հիմնադրամներ, որոնք կան տարբեր գերատեսչություններում, ոստիկանությունն ունի իր հիմնադրամը, պետական եկամուտների կոմիտեն ունի, պաշտպանության նախարարությունը եւ այլն, ուրեմն այս հիմնադրամները պիտի իրենց գործունեությամբ բացարձակ թափանցիկ լինեն։ Չնայած այդ թափանցիկությունը չկա եւ մեզ բացատրեցին առաջին մասով, որ օրենքի մեջ գրած է մենք ինչպես պարտավորություն ստանձնենք դա։ Ասում եմ ճիշտ է, օրենքի մեջ գրած է 10-ից 16 տարի օրենքների մեջ գրած է եւ իրական կյանքում չի կատարվում։ Եղբայր ստանձնիր այդ պարտավորությունը եւ կատարիր իմպլեմենտացիայի ներդրման կամ կիրառման պարտավորություն ստանձնիր, տես ընդեր ինչ կասեն, չէ, դա շատ վատ բան է, օրենքի մեջ կա, արեք, հա։ Մյուսը օրինակի համար օրենսդրական փոփոխությունների հետ կապված առաջարկներին բացատրում էին այսպես, որ մենք հիմա ինչպես ազգային ժողովի փոխարեն ասենք, այդ պարտավորությունը ստանձնում ենք, թե չէ։ Ասում եմ, եղբայր, եթե դուք համարում եք, որ դա պետության կողմից ստանձնելիք պարտավորություն կարող է լինել կառավարման թափանցիկության ուղղված, ստանձնեք այդ պարտավորությունը։ Վերջապես խորհրդակցեք ազգային ժողովի, նախագահի եւ մի շարք ուրեմն հանձնաժողովների նախագահների հետ հասկացեք 2 անընդմեջ ժամկետ օրինակս շարունակեմ, հա, համայնքապետի ընտրության արգելքը կամ սահմանափակումը եւ ոչ ավելի։ Դա կարող եք դուք ստանձնել, թե չէ։ Ուղղակի մերժվեց, ասացին, որ չի լինի, թե մենք էլ ասացինք, որ մեր առաջարկությունները կան ձեզ մոտ էլեկտրոնային, կուզեք ստանձնեք, չեք ուզում մի ստանձնեք, բայց երբ հետո ես եւ Վարուժան Հոկտանյան դուրս եկանք եւ քննարկեցինք, եկանք մի այսպիսի եզրակացության, որ արժեվով, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն մենք, այլև բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են, կազմեն իրենց 14-16 թվականի
գործողությունների ծրագիրը, որը կլինի երևի այլընտրանքային ծրագիր, եւ կհրապարակենք եւ բոլորը կիմանան, հանրությունը կիմանա, որ սա կառավարության ստանձնած պարտավորություններն է առաջիկա 3 տարիների համար։ Իսկ սա քաղաքացիական հասարակության առաջարկությունների փաթեթն է եւ համեմատելու հնար կլինի, կտեսնեն իշխանությունը ինչ է ստանձնում, քաղաքացիական հասարակությունը ինչ է առաջարկում, որը մերժվել է։ Պարոն Բարսեղյան, մերժումները կարող են ընդհանրացված ասել, այսինքն մեկնաբանությունը հետեւյալն է, օրենքով արդեն այդ սահմանված է եւ կարիք չկա պարտավորություն որպես վերջնական։ Մեկը դա բանավոր զրույցի բարով այդ քննարկման արդյունքում մեկը սա ուղիղ ասվեց, մյուսը այն է, որ մենք չենք կարող օրենսդրական փոփոխություններ ենթադրող պարտավորություններ ստանձնենք։ Ինչքան էլ ուզում են դրանք վերաբերվեն Չնայած ես ավելացնեմ, ես առաջարկեցի ուղղակի օրենքի նախագիծ, քանի որ կառավարությունը սահմանադրության համաձայնությամբ պես կարող էր օրենքի նախագիծ առաջադրել ազգային ժողովում ու դա լիներ պարտավորություն, որ որոշակի նախարարություն առաջադրի առաջարկի ուղղակի ազգային ժողովը, բայց դա էլ չէ։ Շնորհակալություն հարցումների։ Ես չեմ կարծում, թե հատուկ ինչ-որ պաշտպանության մեխանիզմ է, բայց եթե փիլիսոփայության մասին խոսենք, պիտի որ իշխանությունը իսկապես ջանքեր ներդներ, ինչպես առաջին գործողությունների ծրագիրը մշակելու, նախագծի մեջ առաջարկություններ լրացնելու, Բրազիլիայում հաստատվելուց հետո այն իսկապես լայնորեն հրապարակային դարձնելու, այնպես էլ հիմա նոր ծրագրի մշակման այս նախապուլն է, վերջը վաղը չեմ այսօր ինչ-որ բան հաստատվելու է, պիտի այդ ջանքերը ներդներ։ Չի արել։ Չեմ էլ ուզում ասել, թե հատուկ ինչ-որ մի դիտավորություն է, որովհետև այն ինչ ստանձնել էր իշխանությունը այս նախկին գործողություններից երևի հավես չունեն, գիտեք ճիշտն ասած, ես այդպիսի տպավորություն ունեմ, որ անհավես են կներեք այդ բառը օգտագործելու համար, ասենք շատ լուրջ հավատ չեն ընծայում այն գաղափարներին, որոնց իրականացմանը լծվել են, երևի կամպանի մեջ լինելու համար, Սունդուկյանի բառով ասած, էլի, հա, բառերով ասած։ Ես մի փոքր ավելացեմ ձեր հարցին։ Ես հենց սկզբից ասի ու դա երբ որ ես մասնակցել էի նաև այն աշխատանքային խմբի աշխատանքային, որը մշակեց այս գործողությունների ծրագիրը փետրվար-մարտ անցյալ տարվա, հստակ երևում էր, որ ուղղվածությունը էլեկտրոնային կառավարումն է, այսինքն ինչ որ ասենք Լևոնը Բարսեղյան կամ մենք էինք առաջարկում, դա ոնց որ դուրս էր գալիս նաև այդ փիլիսոփայությունից։ Եվ դա հենց դա էր նաև իմ կարծիքով նաև պատճառ, որ այնինչ դուրս է գալիս առաջինը իրենց այդ գործառույթը, որ ընդլայնեն էլեկտրոնային, իրենք այդպես են պատկերացնում իշխանությունները, որ կառավարությունը պետք է ընդլայնի էլեկտրոնային կառավարման գործածությունը Հայաստանում։ Եվ այն ինչ որ ըստ իրենց դուրս է գտնվում այդ ոլորտից, այդ դեպքում երևի չարժի դրանք նույնիսկ ընդգրկել։ Սա է խնդիրը եւ ես անձամբ չեմ գտնում, որ դա վերաբերում էր նաեւ 14-16 թվականին։ Այո։ Այսինքն էլի հիմքում դրված է էլեկտրոնային կառավարումը։ Այո։ Նայեք, ինչ հետաքրքիր բան կա, առաջարկը կարծեմ օգոստոսի 7-8-ին ենք ստացել մենք նամակով, թե ինչ առաջարկներ ունեք, տվեք, որ 26-ի նամակն է, ավելի վաղ, հա, 26-ի։ Ինչ առաջարկ ունեք, տվեք մեկ շաբաթում, որ տեսնենք ներմուծում ենք, չենք ներմուծում եւ այլն։ Ես կարծում եմ, որ իսկապես բաց կառավարման ուղով գնացող կառավարության այդ հանձնաժողովը պարտավոր էր հրապարակային բաց հայտարարություն անել բոլոր հնարավոր մասնակիցների գաղափարները ներմուծելու համար։ Ես նշեցի, որ ընդամենը 3 կազմակերպություններից մարդիկ կան այդ խմբում, եւ մենք որքան էլ ուշադիր լինենք հասարակության արձագանքներին, չենք կարող ասել, որ մենք 3-ով կարող ենք ներկայացնել լայն հասարակության գաղափարները սրա մեջ։ Եվ այդ բացությունը, քննարկումները, մի քանի քննարկում կարող էր կազմակերպել իշխանությունը, որպեսզի մարդկանց գաղափարները լայնորեն ներմուծեր այնտեղ։ Հիմա էլ ուշ չէ։ Հիմա էլ կարող է իր գաղափարները դնել հանրային քննարկման, ներկայացնել հասարակությանը, կարծիքներ հավաքել։ Կայքում տեղադրելը ինձ թվում է, որ շատ քիչ է, եթե ամբողջությամբ այս բոլոր անցուդարձը ներկայացվի կայքում։ Պարոն Հոկտանյան, եւ որ ոլորտներն են դառնում էլեկտրոնային կառավարող հաջորդ 2 տարիներին։ Նորից եմ ասում, ընդամենը մի աշխատանքային նիստ եղավ, որի ժամանակ տարբեր նախարարություններ առաջարկեցին ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի, արդարադատության, մի քանի նախարարություններ
Միայն առաջարկ են ներկայացել, ծրագիրը ինքնին դեռևս չկա։ Ինձ հիմա նորից եմ կրկնում, Լոնդոնի այդ գագաթնաժողովից հետո այս 2 ամիսների ընթացքում մինչև դեկտեմբերի 31 արդեն դա ոնց որ կստանա իր ավարտուն տեսքը։ Ես օրինակ բերեմ, օրինակ տարածքային կառավարման նախարարությունը 2 առաջարկ էր ներկայացրել այդ նախագծի, ընդհանուր առմամբ 4 տող, մեկ առաջարկը 1 տողով էր ներկայացված, հասարակությանը մասնակից դարձնել տեղական ինքնակառավարմանը։ Ահա սա էր 14-16 թվականների տարածքային կառավարման նախարարության ներկայացրած 2 առաջարկներից մեկի ամբողջական բովանդակություն, այդպես բառը։ Իհարկե քննարկում տեղի ունեցավ, հասկացանք, որ դա չափելի չէ եւ հարկավոր են շատ կոնկրետ գործիքներ, որոնք ահագին կոնկրետ ներկայացված էին մեր առաջարկներում։ Մենք մեր առաջարկները ազատ ենք հրապարակել, առայժմ չեմ կարծում թե ազատ ենք հրապարակել այդ սևագիր նախագիծը, բայց մեր առաջարկները մենք կհրապարակենք շատ արագ եւ հանրությանը կհրավիրենք մասնակից դառնալու, գաղափարներ հայտնելու, որպեսզի իսկապես մենք երևի 1 ամսում մշակենք եւ ներկայացնենք այլընտրանքային, եթե կուզեք, գործողությունների ծրագիր, թող հանրությունը եւ իշխանությունը, միջազգային հասարակությունը տեսնի, թե մեր պատկերացրածը որն է, իշխանության ընդունածը որն է, եւ այդ տարբերությունը կարողանա գնահատել եւ կշռել։ Տպավորություն է, որ մեր կառավարությունը միանալով բաց կառավարման գործընկերությանը ընկալել է, ինչպես պարոն Հոկտանյանը նշեց, էլեկտրոնային կառավարման գործընթաց միայն։ Ուզում եի դիտարկեիք բաց կառավարում ասելով ինչ ենք հասկանում եւ որը պետք է լինի այդ մեխանիզմը, որը չկա եւ 2 տարի է փաստորեն արդեն, բայց չենք գնում այդ ճանապարհով, պարոն Բարսեղյան։ Ուրեմն մինչ այդ ես ուղղակի բերեմ վրացոնց եւ ադրբեջանցոնց օրինակը։ Ընդհանրապես բոլոր երկրների ծրագրերում, որ հաստատվեցին անցած տարվա ապրիլին, կային ենթածրագրեր կամ ծրագրեր, որոնք կամ ընթացքի մեջ էին այդ երկրում, կամ արդեն մեկնարկելու էին առանց այս բաց կառավարության գործընկերության ծրագրի մեկնարկի, եւ դրանք այսպես թե այնպես վերաբերվում էին բաց կամ թափանցիկ կառավարմանը։ Վրաստանում կան քաղաքացիների սպասարկման կենտրոններ, այսպես ասած, որտեղ անձնագիր, ծննդական, վարորդական, վկայական եւ այլն կատարվում է մեկ կետում եւ դա արվում էր, սկսել էր վաղուց։ Սա իրենք մտցրել էին իրենց ծրագրի մեջ եւ դա հաստատվեց այնտեղ։ Ընդհանրապես այդ փիլիսոփայությունը թույլ է տալիս, եթե երկրում ինչ-որ մի ծրագիր է արվում, ինչ-որ դրամաշնորհային միջոցով կամ պետության միջոցներով կառավարության կողմից, որոնք ուղղված են կառավարության թափանցիկությանը, բացությանը, թույլ է տալիս ներմուծել նման ծրագրեր իրենց գործողությունների ծրագրում, սարսափելի բան չկա։ Ադրբեջանի դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ամբողջ ծրագիրը վերցրել մտցրել էին ուրեմն սրա մեջ։ Մերի դեպքում արժեքային համակարգից կամ հանրային միջոցների ծախսումները պիտի լինեն հնարավորինս թափանցիկ հրապարակային հաշվետու։ Դա վերաբերվում է բյուջեներին, դա վերաբերվում է հանքերին, դա վերաբերվում է հնարավոր բոլոր հանրային համարվող ռեսուրսներին։ Եթե այս թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության մասնակցության շանս տալը մտնում է այս գաղափարախոսության մեջ, հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես հանրային ներողություն, գործողությունների ծրագիր բաց կառավարության համար։ Բերեմ մեկ նեղ ոլորտային օրինակ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով իմ առաջարկներից մեկով օրենքում առաջարկել էի սեփականատիրության բաժնեմասերը դարձնել թափանցիկ։ Ես համարում եմ, որ ուրեմն հաճախականությունները հանրային ռեսուրս են եւ դրանց այս կամ այն կերպ օգտագործման մասին տեղեկատվությունը պիտի լինի թափանցիկ, որ հեռուստատեսությունը ովքեր են տնօրինում, որ ռադիոկայանը ովքեր են տնօրինում, ինչ բաժնեմասերով։ Եվ եթե բաժնեմասերի փոփոխություն է լինում, անպայման 10-օրյա ժամկետում նույնպես հրապարակվի։ Մեր օրենսդրության մեջ այդ պարտադիր պայմանը չկա, բայց ես մտածել եմ իմ կարծիքով, որ թափանցիկ բաց կառավարման համար շատ կարևոր է, որ հանրային այդ ռեսուրսի տնօրինողների մասին տեղեկությունը նույնպես լինի բաց եւ թափանցիկ։ Իմպլեմենտացիայի մասով հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը օրենքով պարտադրված է նրան, որ նա հրապարակի թափուր հաճախականությունները տարեկան 1 անգամ։ Հատուկ հրապարակում մենք չենք տեսնում։ Կայքը մտեք նայեք, կայքում դուք տեսնում եք ուղղակի զբաղեցված հաճախականությունների ցանկը, որը ինչի համար է հատուկ պիտի նամակ գրես, որ իմանաս ինչ թափուր հաճախականություններ կան։ Այնինչ իրենք պարտավոր էին հրապարակել ու պարբերաբար չեն հրապարակել։ Պահանջում ենք, առաջարկում ենք սա մտցնել թափանցիկ կառավարման մեջ։ Չէ՞ ասում։ Շնորհակալություն, պարոն Բարձրյան։ Պարոն Մելիքյան, ձեր կարծիքով ո՞րն է բաց կառավարման ճիշտ գործընթացը եւ այս առաջիկա 2 տարիների համար կնշեք 2 կետ, եթե դա իրականացվի, գոնե դրա ճանապարհին լինենք, դուք կհամարեք, որ մենք հռչակագրին իզուր չի, որ միացել ենք։ Այստեղ ես կարծում եմ, որ
ես կարծում եմ, որ երկու կետով հարցը չի լուծվի, այստեղ համալիր մոտեցում է պետք եւ ամենագլխավորը, որ պետք է արվի, դա հենց պետական կառավարման մարմիններում, պետական կառավարողների գլխներում հեղափոխություն կատարելն է, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրանք հասկանան, որ իրենք աշխատում են հանրության համար եւ եթե ասենք մի 5-6 տարի առաջ պետական կայքերը այսպես մոդայիկ մի բան էր, ամոթ էր չունենալ կայք, հիմա այդ կայքերը դիտարկվում են եւ այդպես էլ պետք է լինի հանրության հետ կարևորագույն աշխատելու ուրեմն կարևորագույն միջոց, բայց այդ կայքերը այնուամենայնիվ այդպիսիք չեն հիմա եւ ստանդարտիզացման գաղափարը այս առումով շատ կարևոր է, այսինքն օրենսդրորեն կամ կառավարության որոշման հիման վրա անհրաժեշտ է, որպեսզի կառուցվածքը, պետական կայքերի կառուցվածքը եւ բովանդակությունը լինեն նույնանման, այսինքն պահանջները լինեն նույնանման, այսինքն բովանդակության ինչ որ մի խմբականակ պետք է անպայման լինի, ոչ միայն այն ինչ որ տեղեկատվության ազատության մասին օրենքում է գրված, այլ նաեւ իրենց գործունեությունը կարգավորող օրենքներում ինչ է նախատեսված։ Եվ այս առումով այն դիտարկումը, որ մենք անում ենք, ոչ թե ինքնանպատակ է, այլ մենք ուղղակի ռեկոմենդացիաներ պատրաստեցինք եւ պաշտոնական նամակով այդ ռեկոմենդացիաները ուղարկեցինք կառավարություն, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, հայաստանյան բաց կառավարման գործընկերության հայաստանյան համակարգողին եւ այնտեղ 10 խմբով նշված է, դա մեր երկարամյա մոնիտորինգի փորձի հիման վրա պատրաստած ռեկոմենդացիաներով եւ առաջին պատասխան նամակը եղավ, որ կառավարությունը պատրաստ է համագործակցելու եւ ուշադիր կլինի, ասեմ, որ մենք ուզում ենք, որ այդ մեր առաջարկությունները տեղ գրավեն դեռևս 2011 թվականին կառավարության կողմից ընդունված փաստաթղթի անվանումը ընթերցում եմ ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին, այսպիսի ուրեմն կառավարության որոշման նախագիծ կա, բայց 2011 թվականից այդ նախագիծը որոշում չի դառնում։ Շատ առողջ մոտեցում է եղել, լավ կլիներ որ դա գնար, բայց առաջ չի գնում եւ մենք ուզում ենք, որպեսզի մեր առաջարկությունների հիման վրա սա պատրաստվի, ասեմ նաեւ մի այլ առողջ քայլ ձեռնարկված նույնպես իր նպատակին առայժմ չի հասնում, մասնավորապես 2012 թվականի մարտին տեղեկատվության ազատության մասին օրենքում մի լրացում էր նախատեսում անել եւ առաջին ընթերցման այդ օրինագիծը ընդունված է եւ 7-րդ հոդվածում 7-րդ մաս է նախատեսում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ, որ պետական կառավարման մարմինները եւ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ինտերնետային կայքեջ, որտեղ տեղադրվում են սույն հոդվածի 3-րդ մասում այդ 13 պահանջները հայտնի տեղեկությունները, ինչպես նաեւ բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ըստ ուղղությունների։ Սա միջավայրից մեր մոնիտորինգի ընդամենը մի պարամետրերից մեկն է այս բյուջետայինը, բայց մինչև հիմա այդ օրենքը չի ընդունվում, օրինագիծը օրենք չի դառնում անհասկանալի պատճառով։ Չնայած անկեղծ ասեմ, միգուցե իմաստունի հենց միայն կառավարության այդ որոշումով արդեն պետական կայքերի այդ պահանջները հաստատել երևի դա էլ կարող է բավարար լինել, որովհետև այնտեղ պահանջները շատ ավելի լայն են, քան այս նախաձեռնության մեջ։ Շնորհակալություն, պարոն Հոկտանյան, ամփոփելով ձեր սպասելիքները առաջիկա 2 տարի այս գործողությունների պլանից, առաջարկությունները չեն ընդունվում ու նաև կուզեի անդրադառնալ այդ կառավարման ձեր մոդելին հակերտ։ Երևի սկսեմ վերջից, բաց կառավարման մոդելը լիովին տեղավորվում է այն դեկլարացիայի մեջ, որը ընդունվեց 2011 թվականի սեպտեմբերի 20-ին այդ նախաձեռնության ստեղծման Նյու Յորքում ընդհանուր այդ գենասամբլեայի կողմից։ Եվ այնտեղ ընդգրկված է 4 հիմնարար սկզբունք, եւ այդ 4 սկզբունքների օրգանական միացումն է, որը տալիս է բաց կառավարում։ Դրանք այդ սկզբունքներից որի՞նչ հետևել է մեր պետությունը այս 2 տարում։ 4-ից հետևել է միայն մեկին։ Դա ուրեմն
մեծացնել մատչելիությունը դեպի նոր տեխնոլոգիաները ապահովելու համար բացություն եւ հաշվետվողականություն։ Սա, այսինքն էլեկտրոնային կառավարման գաղափարը այս սկզբունքի մեջ է, բայց երեք այլ սկզբունքներ էլ կան, որոնք իսկապես եթե դրանք չեն պահպանվում, ապա իսկապես հարցականի տակ է դրվում բաց կառավարման ամբողջ այդ կոնցեպցիան։ Ուրեմն մի սկզբունքը դա մեծացնել պետական մարմինների կողմից իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ընդլայնել։ Այսինքն հասարակությունը պետք է ավելի շատ իմանա ինչ են անում պետական մարմինները։ Երկրորդ, աջակցել քաղաքացիական մասնակցությանը, այսինքն պետական կառավարումը պետք է շատ ավելի մասնակցային լինի, որպեսզի իսկապես բաց կառավարման սկզբունքը կիրառվի։ Եվ վերջապես երրորդը ապահովել պետական կառավարման համակարգի այդ օրինավորության բարձրագույն ստանդարտներ, այսինքն այդ integrity բառը անգլերենում որ կա, այսինքն այդ համակարգը պետք է այդ բարեխիղճ էթիկայի սկզբունքներին հետևող համակարգ լինի։ Այս երեք սկզբունքների հիման վրա պետք է լինեն միջոցառումներ, որոնք, նորից եմ կրկնում, 14-16 առայժմ նախնական քննարկումներով երևում է, որ նորից միայն այն 4-րդ սկզբունքը, այսինքն նոր տեխնոլոգիաների օգտագործումը, որը ես ընդունում եմ, որ դա ավելի մեծացնում է բացությունը, դա լավ օգտագործելու դեպքում մեծացնում է նաև հաշվետվողականությունը, ես չեմ ասում ոչ, բայց միայն դրանով սահմանափակվելը շատ քիչ է։ Շնորհակալություն։ Մեդիա կենտրոնում այսօր քննարկում էինք բաց կառավարման գործընկերություն շարժմանը միանալու գործընթացների մշտադիտարկման արդյունքները։ Իմ հյուրերն էին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը եւ ժուրնալիստների ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Վարսեղյանը։ Լավապես լինենք, որ կունենանք գործողությունների լավ պլան, որը ավելի թափանցիկ կդարձնի կառավարության գործողությունները։ Մենք Ամեկ Պլյուսի ինտերնետային ուղիղ եթերում էինք, ես Աղավնի Եղիազարյանն եմ, կհանդիպենք։